պաշտպանին, տեսնենք եւ են պատասխանելու։ Այս իրենք էլ են մեր գումարներից աշխատավարձ ստանում, տեսնենք ոնց են մեր իրավունքները պաշտպանում, քանի ժամ հետո կպատասխանեն, թե ոչ։ Բարի երեկո ձեզ, Զարուհին է Փոստանջան անհանգստացնում։ Խոչընդոտվում է իմ որպես փաստաբանի եւ իմ վստահորդի որպես պաշտպան ներգրավելու իրավունքը։ Ես հիմա այս պահին Երևանի այս կենտրոնում գտնվող հակակոռուպցիոն կենտրոնի մոտ եմ, կոմիտեի մոտ։ Իմ պաշտպանյալս վստահորդս գրել է դիմում, որպեսզի ինձ ներգրավեն, այստեղ ոստիկանները ասում են, մենք նման տեղեկություն չունենք եւ ինձ թույլ չեն տալիս, որպեսզի ես ներգրավեմ քրական վարույթով, որպես պաշտպան։ Դե խնդրում եմ մի քիչ արագ, որովհետեւ ես տեղեկություններ ունեմ, որ իմ վստահորդս նաև առողջական խնդիր ունի, այստեղ նաև 2 անգամ շտապ օգնության մեքենա է եկել։ Վարդան Ղուկասյանը, Գյումրիի քաղաքապետը։ Ասեմ ձեզ, որ նաև ինքը մահափորձի է ենթարկվել տարիներ առաջ եւ առողջական խնդիրներ ունի, մենք կասկածներ ունենք, որ իր նկատմամբ արկա է վատ վերաբերմունք։ Այո, որպես պաշտպան։ Այո, թույլ չեն տալիս։ Սա մարդու պաշտպանի դրասեր։ Հիմա մի հատ զանգենք էսրանց։ Դե փորձեցի, հիմա տեսնենք այս մյուս թեժգիծս, այս մյուսների թեժ, այս հակակոռուպցիոնների թեժգիծը տենանք աշխատում է։ Փոստանջան, այսինքն ասում են քննիչից նման հրահանգ չունել ձեզ ներս թողնելու։ Դե ասում են չէ, քննիչը տեղյակ չի։ Տեսեք, եթե իրենք արդեն իրենց գործողություններով նշում են, որ իրենք արդար չեն եւ օրինական չեն իրենց գործողությունները։ Եթե խնդիր ունեին առավոտվանից, հեչ պետք չէր, որ գային այդ գրավեին շենքը, այնտեղ վայրագություններ իրականացնեին, կոտրեին, ջարդեին, փչացնեին գույքը, այսինքն եթե անհրաժեշտ էր քննչական գործողություն կատարել, դրա համար կար օրենքով սահմանված կարգ։ Այդ կարգերը չեն պահպանել։ Հիմա եկել են այստեղ, բերել են ուշ ժամին, փաստորեն կարող ենք արձանագրել, որ առավոտվանից մինչև ուշ երեկո, ժամը քանիսն է հիմա, 8-ն է, այսինքն ուշ երեկո մարդիկ ոչ սնվել են, ոչ հանգստացել են, բայց եղել են այս բռնաճնշումների ներքո։ Հիմա ստե ինչ քննություն են անում, հայտնի չէ, որովհետև որևիցե կերպ կարիք չկար այստեղ հիմա բերել, այսքան երկար պահել։ Եթե խնդիր ունեն մարդուն կալանքի տանելու, ապա դրա համար շատ արագ ամեն ինչը կարելի էր անել, որը մենք հասկանում ենք, որ խնդիրը իրենց այդտեղ չէ։ Խնդիրը հենց բռնաճնշում գործադրելու մեջ է։ Ակնհայտերը։ Ու այս վերջերս անընդհատ մենք առնչվում ենք նման դեպքերի։ Այսինքն ակնհայտ է, որ ոչ թե իրենք վարույթ են իրականացնում, ինչ որ բան պետք է բացահայտեն, այլ ոչ, իրենք իրականացնում են բռնաճնշում։ Փոստանջան, հետաքրքիր զուգադիպությամբ այսօր կրկին ավարի նստավայրն է հերթապահ հայտնի Արմինե Մելիքսեթյանի, Մասիս Մելքոնյանի դատարանն է ենթադրվում։ Դե տեսեք, Արմինե Մելիքսեթյանը, ուրեմն ես ներեցեք մի քանի տարի առաջ էի այդ տիկնոջը ծանոթացել, այսինքն իր գործունեությանը, թե ինչպես էր նա բաց թողել մի անձնավորության, որը կատարել էր շատ վտանգավոր, այսինքն ապացուցված էր վիդեոկամերաներով, որ նա կատարել է, այսինքն նենց չէր, որ ինչ-որ խոսակցության հիման վրա էր, ոչ հարակից ապացույցներով, հստակ ապացույցը կար, ոնց են գալիս, ինչ են անում, ոնց են անում, 2 հոգով, այդ թվում նաև կար այդ ընկերոջ նաև ցուցմունքը։ Տիկին այդ Արմինե Մելիքսեթյանը, այդ անձնավորությունը, որը նաև այլ հանցագործությունների մեջ էր
մեղադրվում, բաց էր թողել կալանքից, բողոքարկեցինք վերաքննիչը կալանավորեց, այսինքն սա այն տիկիններից է, որովհետև այդ գործողությունը կատարել էր, աֆիլացվում էր իշխանությունների հետ, այսինքն իշխանությունների համար հլուհունազան, ուղղակի նոտարի վավերացում կատարող անձնավորություն է սա։ Եվ մենք տեսնում ենք իր վարքագիծը եւ իր գործունեությունը, սա բացարձակ մենք նախորդ իշխանությունների ժամանակ էլ ենք հանդիպել անարդար դատական ակտերին, դատավորներին, դրանցից շատերը նաեւ շարունակեցին մնալ համակարգում, բայց հիմա այս նորերը, այսպես ասած, նոր սերունդը, ավելի մոդիֆիկացված տարբերակներն են այդ ամեն ինչի եւ մենք ուղղակի բայց մի օր գալու է հատուցման պահը։ Այս նույն մարդիկ պետք է այդ հատուցման պահի հետ առնչվեն։ Եվ հենց այն, գիտեք ինչ, ես հավատացյալ մարդ եմ, այո, հավատում եմ, որ անեծքներն էլ են տեղ հասնում։ Այդ նույն Արմինեին անիծել են։ Այսինքն այդ անեծքը հասնելու է տեղ։ Հիմա եթե իրեն են դրել որպես սրտի դատավոր այս գործով, թող մտածի, որ անեծքները շատ լավ հասնելու են տեղ։ Ուղղակի այդ դատարանն է հերթապահ, հնարավոր է գուցե Մասիս Մելքոնյան։ Գիտեք ինչ, Մասիս Մելքոնյանն էլ մի ես հիմա տեսեք ես իրենց ճանաչում եմ իրենց քաղաքական գործերով, բայց նաև ճանաչում եմ այլ գործերով։ Այս նույն Մասիս Մելքոնյանը մի մարդու, որին ծեծելով դաժանաբար հասցրել է մահվան, այդ ով որ դա կատարել է, դրան մի օր ազատազրկման պատիժ չի տվել։ Այդ գործը հիմա վերաքննիչ դատարանում քննվում է։ Այսինքն տեսեք մի դեպքում այս մարդկանց տալիս են արտոնություններ, այսինքն քաղաքական գործերով ինչ ուզում են իրենց ասածով անում են, մնացած գործերով են իրենք արտոնություն են ստանում, այսինքն մենք ունենում ենք դրա համար համատարած տեսնում ենք սպանությունները ինչ քանակի են հասել Հայաստանի Հանրապետությունում։ Ես մի գործ ունեմ, դիմել եմ այս հակակոռուպցիոն կոմիտեին, քանի հատ հաղորդումներ եմ ներկայացրել։ Այդ կոռուպցիան, որ վխտում է բժշկական համակարգում, բուժաշխատողների շրջանում, կոռուպցիան վխտում է, որևիցե գործ չեն հարուցում։ Որովհետև այդտեղ պետք չի, այդտեղ իրանք հետաքրքրություն չունեն, իրենց քաղաքական հետաքրքրությունները քաղաքական պատվերի մեջ է։ Հա, տեսնենք թեժկից ունեն։ Հեսա։ Չի բացառվում։ Տևական ժամանակ երկրորդ բրիգադն է։ Գիտեք, Չէ։ Մենք չենք կարող բացառել, որովհետև Զանգահարելի հակակոռուպցիոն կոմիտե ոչ աշխատանքային ժամին։ Խնդրում ենք զանգահարել աշխատանքային օրերի առավոտյան ժամը։ իրանք էլ չեն աշխատում, բայց այդտեղ աշխատում են։ Ասում աշխատանքային ժամից զանգահարեք, սա էլ իրանց աշխատանքն է։ Հա։ Որ ասում է, որ կրել են, որ կալանքի միջնորդություն է ներկայացել 3 ամսով։ Տեղափոխեն դատարան։ Տիկին Փոստանջյան, այստեղից միայն այս մուտքն է։ Չէ, հիմա հələ պետք է դատարանը որոշի, իրանք ներկա միջնորդություն են ներկայացրել, բայց դատական ակտ պետք է լինի։ Միայն այս մուտքն է, Տիկին Փոստանջյան։ Չգիտեմ, երևի թե։